Ինչ վերաբերվում է օրենսդրական կարգավորումներին 2023-24 թվականին, ու գերազանցապես 24 թվականին ներքին գործերի նախարարության կողմից ու իրանց նախաձեռնությամբ շատ լավ ռազմավարություն սկսեց մշակվել։ Ռազմավարությունը հաստատվեց, եթե չեմ սխալվում, 2025 թվականի հունիսին։ Ռազմավարության առողջապահական հատվածը մենք ենք գրել, կոնկրետ մասնավորապես նաև ես։ Ինքը ռազմավարությունը նախքան հաստատվելը հավանության արժանացավ ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման, խոսքը թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի մասին է, իրանց այսպես ասած դրական գնահատականին։ Ռազմավարությունը բավականին լավ դրույթներ է պարունակում, որը վերաբերվում է բոլոր գերատեսչություններին, նաև որոշակի հասարակական կազմակերպություններ, ամեն մեկի համար իր անելիքը գրած է 25-ից 27 թվականների ընթացքում։ Եթե իրավապահ մարմինների հետ կապված դուք եթե հետևեք, եթե տեղեկացված եք, վերջին իրանց հայտնաբերումները ու բացահայտումները բավականին մեծացել է թմրամիջոցների թե քանակների, թե դեպքերի։ Ու իրականում եթե իրավապահ համակարգը տեսնում ես, որ ինքը աշխատում է իրականում, մնացածների հետ կապված ես վստահ չեմ, չգիտեմ, ես վստահ չեմ, հիմա 25 թվին, 25 թիվը ավարտվեց, ես չգիտեմ մնացած գերատեսչությունները ինչ են ել։ Նույն ներքին գործերի նախարարության ազգային անվտանգության, այսինքն իրավապահների դեպքում, նույն ՊԵԿ-ի մաքսանենգության դեպքում տեսանելի է։ Բռնում են այդ մարդիկ, հայտնաբերում են, բացահայտում են։ Ռազմավարության հետ կապված այսքանը ռազմավարությունը շատ լավն է, ուղղակի մնում է այդ ռազմավարության դրույթները իրականացվեն, ինքը չմնա տենց ուղղակի սեղանի վրա դրած թուղթ, դեկորատիվ, որը հերթական, այսպես ասած, լավ փաստաթուղթներ, բայց իր կետերը չիրականացվեցին։